Նիկոլ Փաշինյանը գործողությունների փուլ է մտցնում իր հակաեկեղեցական ստատուսագրությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար նա առաջարկում է հայ առաքելական եկեղեցու հետևորդներին համակարգող խումբ ձևավորել, իր բառերով Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար։ Նա մի քանի չափանիշ է նշել, թե ովքեր կարող են դառնալ այդ խմբի անդամ։ Պարտադիր պայման է լինել հավատացյալ, կարդացած լինել Աստվածաշունչը, ամեն օր աղոթել և ինչպես Փաշինյանն է գրել, հավատալ, որ Մայրաթորի նորոգման օրակարգը բխում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների Սուրբ ավանդին։ Նա այդ խմբի միանալու կոչ է արել բոլորին, թե աշխարհիկ, թե հոգևորական քաղաքացիներին։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա, վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ, գրել է Փաշինյանը։ Ըստ նրա, իր նշած չափանիշները չեն կարող ստուգվել, բայց Հայաստանի վարչապետը վստահ է, որ Աստծո օգնությամբ կկարողանա դիմացինի աչքերից հասկանալ, արդյոք թեկնածուն համապատասխանում է այսպես կոչված համակարգող խմբի մասնակցի չափանիշներին։ Այդ խմբի միանալ ցանկացողներին նա իր մեյլն է տվել ու գրել, որ սպասում է դիմումների։ Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդ։ Գրառումը այս տողերով է եզրափակել Նիկոլ Փաշինյանը։ Այս վերջին տողերը արդեն իրականություն են, թեև Փաշինյանի գրառման արձագանքողների թվում կան անդեմ պրոֆիլներ, որոնք համաձայն են կաթողիկոսին գահընկեց անելու ծրագրին, բայց գրառման մեկնաբանություններում քաղաքացիների մեծ մասը սուր, ոչ եթերային բառերով քննադատում է Փաշինյանի նախաձեռնությունը։ Կարծիքներ են հնչում, թե Փաշինյանը քաղաքացիական բախումների նախապատրաստության է անցել և այսպես կոչված համակարգող խումբը իրականում այդ նպատակով է։